Վրաստանի մայրաքաղաքում հավանաբար շուտով փողոցներից մեկը կանվանակոչվի Շարլ Ազնավուրի անունով։ Թբիլիսիի քաղաքապետարանում հարցը առարկայական քննարկման փուլ է անցել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ով է նախաձեռնողը։ Նախասեմ, որ այդ նախաձեռնությունը միանգամայն տեղին է, մասնավորապես հաշվի առնելով այն, որ Շարլ Ազնավուրը Վրաստանի հետ սերտորեն կապված է եղել, գիտենք, որ նրա հայրը Միշան ծնվել է Վրաստանում, Ախալցխայում, եւ Վրաստանի հայ համայնքը բազմիցս բարձրացրել է այս հարցը, բայց այս անգամ նախաձեռնողները արդեն Հայաստանի եւ Ֆրանսիայի իշխանություններն են եղել, ինչպես ես եմ հասկանում, համենայն դեպս հայտնի է, որ երեք Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ այս հարցը քննարկել են Հայաստանի դեսպանը Թբիլիսիում Աշոտ Սմբատյանը եւ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կորտուան, նրանք միասին են այցելել եւ քննարկել են քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այդ փողոցը անվանակոչելու հարցը եւ կա դրական վերաբերմունք քաղաքային խորհրդի նախագահը հավաստիացրել է, որ անձամբ է աջակցելու այդ գաղափարի իրականացմանը եւ ասել է, որ քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է հարցը քննարկել եւ նպաստել խնդրի դրական լուծմանը։ Նշեմ, որ Ախալքալակիում փողոցներից մեկը արդեն 2 տարի է կարծեմ ինչ կրում է Շարլ Ազնավուրի անունը, Ախալցխայում նույնպես կա նախաձեռնություն փողոց անվանակոչելու, իսկ Թբիլիսիում քննարկվում է հետագայում նաև մայեստրոյի հուշարձան տեղադրելու նախաձեռնությունը։ Իսկ ուրիշ որ երկրներում կա Ազնավուրի արձան։ Դե գիտենք, որ Հայաստանում, եթե չեմ սխալվում, 3 հուշարձան կա Ազնավուրի, առաջինը Գյումրիում, այնուհետ Ջերմուկում, անցած տարի Երևանում Շարլ Ազնավուրի հրապարակում բացվեց։ 22 թվականին մայեստրոյի հուշարձանը բացեցին Ստեփանակերտում ֆրանկոֆոնիայի կենտրոնի աջակցությամբ։ Արցախը հայաթափելուց հետո ադրբեջանցիները այն սկզբից պղծեցին, այնուհետ ապամոնտաժեցին, թե ինչով էր Ֆրանսիահայ երաժշտի հուշարձանը իրենց խանգարում, այլ հարց է։ 21 թվականին Ազնավուրի հուշարձանը Կիսանդրին բացվեց Փարիզի կենտրոնական Սեն Ժերմեն թաղամասում, որում նա անցերկացրել իր մանկությունը, եւ շուտով հավանաբար երկրորդ հուշարձանը կբացվի Փարիզի այն 8-րդ կենտրոնական թաղամասում, որը այդ պուրակը այժմ արդեն կրում է Շարլ Ազնավուրի անունը եւ այժմ արդեն նախկին քաղաքապետ Ան Իդալգոն հավաստիացրել էր, որ միգուցե ինքը նույնիսկ կհասցնի իր կառավարման օրոք այդտեղ հուշարձան կառուցել, ցավոք չի հասցրել, հուսով եմ, որ նոր քաղաքապետը հետևողական կլինի այս հարցում եւ այդ հրապարակում արդեն ավելի մեծ Ազնավուրի արձան կտեղադրվի արդեն 1 տարվա ընթացքում, որքան հասկանում եմ այն պատրաստ է։ Բուլղարական Վարնա քաղաքում 22 թվականին Ազնավուրի հուշարձան տեղադրվեց։ 21 թվականին Ռուսաստանի Ռոստով քաղաքի հայկական եւ եզդիական համայնքների նախաձեռնությամբ Ռոստովի Բատայսկ արվարձանում Ազնավուրի հարցան կառուցեցին եւ բացեցին։ Եվ հետաքրքիր է, որ հաշված ամիսներ անց այն պղծվեց անհայտ անձանց կողմից։ Թեև ոստիկանները այդպես էլ չպարզեցին, թե ովքեր էին այդ վանդալները, դժվար չէ կռահել, թե կոնկրետ որ համայնքում արժեր փնտրել այդ սանցագործության նախաձեռնողներին։ Ազնավուրի անունով անվանվել են բազմաթիվ փողոցներ, պուրակներ, այգիներ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում։ Օրինակ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում կա պուրակ Ազնավուրի անունը կրող, Կաննում կա այգի, Մարսելում ու Ստրասբուրգում կան հրապարակներ եւ այժմ քննարկվում են Մարսելում, Լիոնում, Ժնևում եւ Մոնրեալում Ազնավուրին հուշարձաններ կանգնացնելու նախաձեռնությունները, հուսով եմ այդ ամենը իրատեսական է եւ շուտով այդ արձանները կտեղադրվեն։ Արտյոմ, կարծեմ Մոսկվայում էլ էին մտադիր Ազնավուրի արձան տեղադրել։ Այո, դեռ տարիներ առաջ Ռուսաստանի ջավախահայերի համայնքն էր նախաձեռնել եւ պատրաստակամություն էր հայտնել ֆինանսական ողջ բեռը իր վրա վերցնել եւ կոնկրետ անգամ տեղն էր քննարկվում եւ որոշ
այսպես նույնիսկ համաձայնություններ կային քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, որ այն կտեղադրվի երաժշտության տան մոտ, բանն այն է, որ Ազնավուրը հաճախ էր համերգ տալիս հենց այդ հայտնի դահլիճում։ Սակայն ցավոք Մոսկվայի Զամասկվարեչիա շրջանային խորհրդի падգամավորները այլ եզրակացության եկան։ Նրանք համարեցին, որ Ազնավուրը արժանի չէ Մոսկվայում հուշարձան ունենալու պատվին։ Քաղաքային խորհրդի այդ շրջանային խորհրդի падգամավորներից 7-ը դեմ էին քվեարկել հուշարձանի տեղադրմանը, մեկը կողմ։ Մոսկվայի պետական դումայի մշակույթի հանձնաժողովը նույնպես համարեց, որ Ազնավուրին հուշարձան Մոսկվայում պետք չէ տեղադրել։ Եվ դա զարմանալի է հաշվի առնելով այն, որ Մոսկվայում եւ ընդհանրապես Ռուսաստանում Ազնավուրին կարծես շատ են սիրում, ինչպես եւ Ազնավուրն էր շատ սիրում Ռուսաստանը եւ ռուսներին։ Ռուսաստանի հետ բավական կապված էր եղել։ Գիտենք, որ նրա հայրը ռուսախոս էր, Փարիզում բացել էր ռուսական ռեստորան, ռուսական համայնքի միջոցառումները հենց այդ ռեստորանում էին հաճախ տեղի ունենում։ Այդ ամենը իհարկե զարմանալի է, բայց հուսով եմ, որ մի օր կվերանայվի այդ որոշումը։ Շնորհակալություն, Արսեն։